Արարատ ցեմենտ ընկերությունը, որի բաժնետոմսերի արժեքը ավելի քան $9 միլիոն է, դեռ 23 տարի առաջ ըստ դատախազության ապօրինի կերպով անցել է Գագիկ Ծառուկյանի կառավարմանը ընդամենը $200,000-ով։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով դատախազության միջնորդությամբ ընկերությունը դատարանի որոշմամբ այժմ հանձնված է պետության կառավարմանն ու պահպանմանը։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումով որպես ապօրինի ծագում ունեցող գույք ի թիվս այլնի պահանջվում էր Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերը։ Այս հայցադիմի շրջանակում 2026 թվականի հուլիսի 13-ին գլխավոր դատախազության կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան, որը 2026 թվականի հուլիսի 15-ին բավարարվել է եւ դատարանի որոշմամբ ըստ էության Արարատ ցեմենտ ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը եւ պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ դատախազի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կատարել են Ծառուկյանի ծախսերի եւ եկամուտների վերլուծություն։ Բացահայտվել են գույքեր, որոնց ձեռքբերումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ Կոնկրետ այս դեպքում, քանի որ Գագիկ Ծառուկյանը հանդիսացել է նաև պաշտոնատար անձ 2003 թվականից եւ ըստ էության 2003 թվականից հետո կատարվել են բավականաչափ գույքային ձեռքբերումներ, որոնց մեջ նաև ներառված է Արարատ ցեմենտ ՓԲ ընկերությունը, այսինքն որի ձեռքբերումը ըստ էության չի հիմնավորվել Գագիկ Ծառուկյանի եւ փոխկապակցված անձանց օրինական եկամուտներով եւ այս մասով գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է բռնագանձման պահանջ, որը դեռևս քննվում է դատարանում։ Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում Արարատ ցեմենտ ընկերության մասնավորեցման գործընթացում եւս մի շարք խախտումներ են հայտնաբերել։ Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով Արարատ ցեմենտ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով 317,000 բաժնետոմսերի վաճառքի գին է սահմանվել ավելի քան 3 միլիարդ 317 միլիոն դրամը։ Գնման առաջարկ են ներկայացրել շվեյցարական եւ անգլիական երկու կազմակերպություն։ 2001 թվականի սեպտեմբերի մրցույթում հաղթող է ճանաչվել շվեյցարական կազմակերպությունը, որը առաջարկել է բաժնետոմսերի համար վճարել $32 միլիոն 300 հազար $։ Ընկերությունը վճարել է ավելի քան 185 միլիոն դրամ կանխավճար։ Սակայն մրցույթում հաղթելուց մեկ ամիս անց շվեյցարական Հոլսիմ ընկերությունը հրաժարվել է նշված գույքը ձեռք բերելուց առանց որևէ պատճառաբանության։ Շվեյցարական ընկերության կանխավճարն այդպես էլ հետ չի վերադարձվել։ Արդեն 2002 թվականի սեպտեմբերին կառավարությունը խախտելով օրենսդրական պահանջը կրկին մրցույթ հայտարարելու փոխարեն որոշել է 3 միլիարդ 317 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսերը ընդամենը $200 հազար $-ով ուղղակի վաճառքով օտարել Վահագն Գուլոյանին, որը Գագիկ Ծառուկյանի փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրն է։ Ռոբերտո ընկերությունից Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերը գնելուց հետո 2003 թվականին ընկերության ժողով որոշում է եւ ընկերության կառավարիչը նշանակում Գագիկ Ծառուկյանին։ Այնուհետև նշված ընկերությունը արդեն Բելգիայի թագավորությունում դիմում է դատարան լուծարելու նպատակով եւ արդյունքում 2018 թվականի փետրվար ամսին նշված ընկերությունը լուծարվել է։ Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պաշտոնատար անձի կողմից իշխանական եւ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման կամ լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Դատախազությունը Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոսկե բանալի առողջարանի ձեռքբերման գործընթացում եւս հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով ոսկե բանալի առողջարանը վաճառել մրցույթով, որպես նվազագույն գին սահմանել 6 միլիոն 500 հազար դրամը։ Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արարատ ցեմենտ ընկերությունը։ Ընկերությունը 2003 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից 2 տարվա ընթացքում կատարել $30,000 ներդրում։
տարում, ստեղծել 30 աշխատատեղ։ Սակայն չկատարելով իր ստանձնած պարտավորությունները, հետագայում կառավարությունը ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, ձևացնելով, թե իբր նշված պարտավորությունները կատարվել են։ Իսկ պետական գույքի կառավարման վարչության իրավասու անձինք իրենց հերթին, իրենց ծառայական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով չեն ստուգել, թե արդյոք իրականում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները կատարվել են թե ոչ, եւ արդյունքում 44 միլիոն դրամ արժեք ունեցող գույքը դարել է Արարատցեմենտ փակbaşնետիրական ընկերությանը պետությանը պատճառելով նշյալ գումարի չափով վնաս։ Դատախազը 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Միևնույն ժամանակ օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան Ոսկեբանալի առողջարանի նկատմամբ Արարատցեմենտ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ։ Խախտումներ են հայտնաբերվել նաև Արարատցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 74.1 հեկտար մակերեսով հողամասերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության հանքարդյունահանման գործընթացներում։ Վերադառնալով Ապօյնի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին, դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևանում։ Պահանջվող գույքերի ցանկում են Կոտայքի մարզի Առինչ համայնքում գտնվող 2 առանձնատները, որոնցից մեկի շուկայական արժեքը ավելի քան 1.7 միլիարդ դրամ է։ Շինության մակերեսը շուրջ 2900 մետր քառակուսի, իսկ հողամասինը 3.5 հեկտար։ Այս գույքի դեպքում շուկայական արժեքը կազմում է շուրջ 2.5 միլիարդ դրամ, որի դեպքում արդեն հողամասի մակերեսը գերազանցում է 10 հեկտարը։ Երևանի 57 բնակարանների գերակշիռ մասը գտնվում են Նոր Նորքում։ Ըստ դատախազության բռնագանձման ենթակա բնակարաններ Ծառուկյանը ունի նաև կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև Ծաղկաձոր քաղաքում։ Գույքերի թե ձեռքբերումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, ինչպես նաև շատ գույքերի վրա իրականացվել է կառուցապատում եւ նշված կառուցապատումը եւս չի հիմնավորվել օրինական եկամուտներով, այսինքն թե գույքային ձեռքբերումը չի հիմնավորվել, թե նաեւ գույքի բարելավումը եւ դրա հիման վրա արդեն ներառվել է բռնագանձման պահանջը այդ գույքերի։ Բացի անշարժ գույքերից դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել նաեւ 42 տրանսպորտային միջոց, որոնց մեջ են մտնում Rolls-Royce մագնիշի տրանսպորտային միջոցներ, Bentley մագնիշի տրանսպորտային միջոցներ, BMW, Mercedes-Benz տրանսպորտային միջոցներ։ Բռնագանձման հայցում են ներառված նաև 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը, Multi-Avtotranс-ը, Onira Club-ը եւ այլն։ Multigroup կոնցեռն ՍՊ ընկերությունը, որը որ եւս պահանջում ներառված է, իր մեջ նաեւ ներառում է, այս ընկերությունը իր մեջ ներառում է նաեւ այլ իրավաբանական անձանցում մասնակցություններ։ Այսինքն, եթե դատարանի որոշմամբ վճռով բավարարվի այս պահանջը Multigroup կոնցեռնի բռնագանձման, ապա Multigroup կոնցեռնի հետ միասին բռնագանձվել են նաեւ այլ իրավաբանական անձանցում Multigroup կոնցեռնի մասնակցությունը անուղղակի, քանի որ Multigroup կոնցեռնն է այդ ընկերությունների մասնակիցը։ Հայցադիմումով պահանջվում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել նաև ավելի քան $288 միլիոն, որը ներառում է Ապօյնի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Նշենք նաև, որ այս տարի Ծառուկյանը ներկայացրել էր 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլն ընկան ժամանակահատվածի հայտարարագիրը։ Նա հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 13 հողամաս, անհատական բնակելի տուն, 7 շենք-շինություն եւ հողին ամրացված 2 այլ գույք, ինչպես նաև Երևանի կենտրոնում գտնվող բնակարան, 19 տրանսպորտային միջոց։ Որպես թանկարժեք գույք Ծառուկյանը հայտարարագրել է կահույքի բազմաթիվ բարձրարժեք հավաքածուներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է $100,000, 20 հատ ջահ, որոնց ընդհանուր արժեքը $1,587,000 է, ադամանդակ ուրմատանիներ, ամենաթանկարժեքը $3 միլիոն։ Ծառուկյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 3.4 միլիարդ դրամ, ավելի քան 26.7 միլիոն $, 5.46 միլիոն եվրո եւ 2.33 միլիոն ռուբլի։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Արտուր Պետրոսյան, Իրաքնորյալ լուրեր։